Ողջույն սիրելիներս, եկեք այսօր միասին խրխրթան անչափահեղ սամսաներ պատրաստենք։ Իսկ դրա համար մեզ հարկավոր է պատրաստել սկզբի համար խմորը։ Ալյուրը նախապես մաղում ենք, ջրի մեջ ավելացնում ենք աղը, 1 հատ ձու եւ մի փոքր քացախ։ Չափաբաժինները նկարագրությունների բաժնում խառնում ենք եւ այս զանգվածն ավելացնում ենք ալյուրին։ Ալյուրը մեզ հարկավոր կլինի մոտավորապես 700-ից 800 գրամ, բայց ամբողջովին ալյուրը չենք ավելացնում սկզբից, մի մասը այսպես կլցնենք, կպատրաստենք խմոր, կարիքի դեպքում քիչ-քիչ ալյուրը կավելացնենք, քանի որ ոմանց մոտ կարող է 700 գրամ կարիք լինի, ոմանց մոտ 800 գրամ, այնպես որ պետք է արդյունքում ստացվի բավականին փափուկ եւ միևնույն ժամանակ շատ այսպես էլաստիկ խմոր։ Սեղանի վրա մի քանի կաթիլ բուսայող ենք անում եւ մոտ 2 րոպե խմորը հունցում ենք, մինչեւ խմորը կդառնա ավելի էլաստիկ խմոր։ Կծածկենք, կթողնենք, որպեսզի խմորը հանգստանա մոտավորապես 30-ից 40 րոպե։ Չենք մոռանում նաեւ վրան ցելոֆանով ծածկել։ Ահա, մեր ժամանակն արդեն անցել է, խմորը այսպիսի տեսք ունի։ Մի փոքր էսպես իրար վրա կբերենք, շատ հունցելու կարիք չկա, ուղղակի էսպես մասերի կբաժանեմ, 6-ը հավասար մասի են բաժանելու։ Կրկին գնդեր ենք անում եւ ծածկում ենք, թողնում ենք այս անգամ մնա 20 րոպե։ Երբ մեր գնդերն արդեն պատրաստ են, չենք մոռանում նաեւ գնդերը այդ ընթացքում կրկին ծածկած պահել, որպեսզի վրայի շերտը չչորանա։ Սեղանի վրա ալյուր ենք անում եւ բացում ենք մեր գնդերը։ Եթե հարմար է գռնակով արեք, եթե ոչ, ինձպես կարող եք օխլավայով անել։ Պետք է հնարավորինս շատ բարակ շերտ բացել, որքան բարակ, այնքան լավ։ Երբ մեր բոլոր շերտերը այսպես բացել ենք, եթե ունեք հնարավորություն, բոլորը կարող եք բացել, հերթով իրար հետևից հավաքել կամ ինչպես ես արեցի, անընդհատ բացում էի եւ այդպես մեկը մյուսին հաջորդականությամբ շերտեր իրար վրա կպցնում։ Կարակը նախապես հալեցրել եմ, հիշեցնում եմ կալակը, ուղակի հալեցնում ենք, չենք դաղում։ Վրձինով կաթեցնում ենք ու հնարավորինս բարակ շերտով տարածում ենք, կարակը պետք է շատ չլինի։ Եվ բոլոր շերտերը, այդ 6 շերտը այսպես, ինչպես հոլովակում ցուցադրված է, իրար կարակով պատելով իրար փակցնում ենք իրար վրա։ Ստացվում է 6 այսպիսի շերտ։ Վերջի շերտին էլ ենք էլի կարակ անում եւ ինչպես ինքս եմ անում, ռուլետանման փաթաթում ենք հնարավորինս ձիգ եւ սեղմում ենք, մի փոքր պտտեցնում, որպեսզի գնդերը խմորի շերտեր իրար կպնեն, հնարավորինս փաթաթում ենք ու դնում սառնարանը մոտավորապես 2 ժամ։ Պետք է խմորը սառի, չենք մոռանում խմորը ծածկել, որպեսզի վրայի շերտը չչորանա։ Այդ ընթացքում կպատրաստենք մեր խճողակը։ Վերցրել եմ տավարի փափկամիս կամ ինչպես ինքն եք ցանկանաք, այդ տեսակի միս էլ վերցրեք, կլինի գառով էլ ավելի համեղ է լինում։ Բաղադրատոմսը կտեղադրեմ խճողակի նույնպես նկարագրությունների բաժնում։ Երբ բոլոր բաղադրիչներն արդեն պատրաստ են, պետք է խմորը կտրատել։ Որքան մեծ կտորներ անենք, այնքան մեծ սամսաներ կլինի։ Այդ հաշվի առեք եւ այսպես մասերի բաժանեք։ Ամեն մեկ կտորը 1 հատ սամսայի համար է նախատեսված։ Ինչպես ինքս եմ անում, ահա այդ նույն եղանակով դնում եք, սեղմում եք եւ ահա այդպես նախապատրաստում ենք մեր գնդերը։ Երբ բոլոր գնդերն ահա այսպես մասերի են բաժանված, սկսում ենք բացել։ Բացելը ահա այսպես ենք անում։ Մեջտեղի հատվածը աշխատում ենք շատ չբացել։ Կողքերից այսպես վրա ենք բերում ու երկարացնում։ Ահա։ Մեր խմորը պատրաստ է։ Դնում ենք միջուկը եւ եռանկյունանման այսպես փակում։ Պատրաստման ընթացքում եթե կլինեն հարցեր, գրեք, սիրով կպատասխանեմ։ Բոլոր սամսաները ահա այս եղանակով պատրաստում ենք։ Ջեռոցը արդեն նախապես տաքացրել եմ 180 աստիճան, շուռ ենք տալիս կարերի վրա ու տեղափոխում ջեռոցը։ Իսկ վրայի շերտի համար մեզ հարկավոր է 1 հատ ձվի դեղնուց, 1 ճաշի գդալ բուսայուղ խառնում ենք եւ վրձինի օգնությամբ այս զանգվածը քսում ենք մեր սամսաների վրա։ Որպեսզի սամսաներն էլ ավելի գեղեցիկ եւ ախորժալի տեսք ունենան, վրանք ավելացնենք սև քունջուտ։ Դա ըստ ցանկության է, արդեն որոշեք ինքներդ։ Իսկ եթե ունեք պատրաստման հետաքրքիր բաղադրատոմսեր սամսայի, գրեք, սիրով կպատրաստեմ նաեւ ձեր առաջարկած տարբերակը։
Իսկ դուք չեք մոռանում նաև ինձ հետևել TikTok-յան եւ Instagram-յան էջերում։ Ուղղումը կտեղադրեմ նաև նկարագրությունների բաժնում։ Մեր սամսանեն արդեն պատրաստ են, կարող ենք մատուցել։ Կարող եք ցանկացած սոուսով մատուցել, հավատացնում եմ անչափ համեղ է ստացվում։ Եթե հավանեցի քոլովակը սրտիկ է եւ բաժանորդագրվեք։